Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր օգոստոսի 20-ն է 2026 թվական։ Կառավարությունը հրապարակել է 2026-31 թվականների ծրագիրը, որն ամփոփվում է հետևյալ մտքով. Կարճ անդրադառնանք մի քանի կտորների, որոնք համարում եմ ուշագրավ։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն եւ ապահովել պետության վերելքը։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Հիմա նաև պարզաբանել է կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն 3-րդ հանրապետությունը ստեղծվել եւ հիմնադրվել է առաջին իսկ օրից կոնֆլիկտի եւ հակամարտության տրամաբանությամբ, որի նպատակը պատմական արդարության վերականգնումն էր եւ որից էլ բխել է Ղարաբաղյան շարժումը։ 4-րդ հանրապետությունը ձևավորվում է բացառապես խաղաղության տրամաբանությամբ եւ պետության բուն ֆունկցիոնալ նշանակության վերաիմաստավորմամբ։ Հիմա թվում է թե անշարժ ձևակերպումներ արել, այն ինչ որ իր ուղեղը բրթել է, բայց դա բավարար չի հասկանալու համար, թե դրա մեջ շատ վտանգավոր բաներ կա։ Նախ, ինչ ասել է 3-րդ հանրապետությունից 4-րդ։ Շատ դեպքերում մարդիկ այս թեմայի մասին չեն խոսում, դա անից չի, որ չգիտեն չեն տիրապետում, չեն խոսում, այլ տիրապետում են ավելին դրա համար չեն խոսում, որտեվ եթե սկսում ես թվարկել, համարակալել կամ 3-ից անցնես 4-րդ, մարդը հարց է տալիս, բա 3-րդը ո՞րն էր, որ հիմա էլ 4-րդն ենք անցնում։ 3-րդը հասկացանք Հայաստանի Հանրապետությունն անկախության, բայց 2-րդը մենք ինքնիշխան պետություն չենք ողել, Կարմիր բանակն եկել օկուպացրել է, մտցել է Խորհրդային Միության կազմ։ Ինչ 2-րդ հանրապետություն, որ հիմա էլ հայտարարենք 3-րդ հանրապետություն։ Այն էլ 3-րդ հանրապետությունը համարենք 2-րդի իրավահաջորդը, օկուպացված տարածքի իրավահաջորդը, որից դուրս գալու համար անկախության հռչակագիր ունենք, հանրաքվե ունենք։ Այսինքն դրա համար խիստ ձևակերպում երբեք ոչ մեկը չի տալիս, հա, նենց ասում են 3-րդ հանրապետություն, բայց չենք որովհետև հենց խորանաս դու դրա բացատրությունը չունես։ Ինչու 3-րդ, որ հիմա էլ մտածենք ինչու 4-րդ։ Բայց դա չի հարցը։ Երբ որ ներկայացնում է, որ 3-րդ հանրապետությունը ստեղծվել է այդ կոնֆլիկտի նպատակի վրա եւ դա է պատճառը, եթե մենք ասում ենք 4-րդին, այսինքն խաղաղությանն են գնում, պետքա 4-րդ հանրապետություն հռչակել։ Մարդը ուղղակի ոչ թե մի բան չի հասկանում, այլ ընդհանրապես ոչ մի բան չի հասկանում։ Ուղղակի բառից բուն իմաստով ոչինչ չի հասկանում, որովհետեւ 3-րդից 4-րդ կամ 5-րդից 6-րդ, 7-րդից 8-րդ ինչա փոխվել։ Եթե հիմա մոդայի հետևից եք ընկել ֆրանսիականն եք նայում, եղել է միապետություն, դառել է հանրապետություն, եղել է հանրապետություն, դառել է միապետություն։ Բանա փոխվե, կառավարման համակարգը փոխվե, կացութաձևը փոխվել։ Դու ասում ես հայտարարել էինք, որ ստեղծվել է այս կոնֆլիկտի տրամաբանության վրա, հիմա խաղաղության տրամաբանության վրա, պետք է երկիրը փոխվի։ Եթե այդ երկիրը այլևս իրան սպառել է եւ այդ երկիրը մեռել է, այդ երկրի վարչապետը, որը մերցրել է 3-րդ հանրապետությունը, նրան պետք է հետը դնենք, հետո ասենք ծանր էր բաժանման պահը, ինքը գնաց, բայց իր բարի միտքը մեզ հետ է։ Դու չես կարող ասել, ես 3-րդը զարգացրեցի, հասա 4-րդին, 3-րդը պետք է մեռնի, որ ծնվի 4-րդը, 3-րդը մերցնողը չի կարող 4-րդ ծնի։ Ժորժ ջան, բարդ է այդքան հասկանա։ Կարող է մարդը ոգևորվել է, չի հասկանում, կողքի կանգնածներն էլ չեն կարող խոսան, որտեղ ասում են, պարոն վարչապետ, դու ինչ ասում ես, դա հանճարեղ է, չի քննարկվում ընդհանրապես։ Այդ հասկանում ենք, եթե այդտեղ չլեր այդքան աշխատավարձ ու պարգևատրություն չի պետք է ստանային, որ եթե այդքանը պետք է չասեի։ Այսինքն բավական է դու ասում ես, որ մենք հիմա 3-րդը զարգացրեցինք, որ գնանք 4-րդ, դա նշանակում է այնքան զարգացած չես, որ չես հասկանում ինչ ես խոսում։ Բացի դրանից, Խորհրդային Միությունը լուծարվել է, Խորհրդային Միությունը փլուզվել է, արդյունքում ստեղծվել է Հայաստանի Հանրապետություն։ Թե դու ինչ կհռչակես, ինչ կգրես, ինչ կանես, ինչ գեղեցիկ բան կգրես, կարող դու գրեիր 3-րդ հանրապետության հռչակագրում, որ Մարս մոլորակը միացնում ենք Հայաստանին, դա չի կարող պատճառ հանդիսանալ, որ դու ասես 3-րդ հանրապետությունը ստեղծվել է
Մարս մոլորակը միացնելու նպատակով երրորդ հանրապետությունը ստեղծվել է հանգամանքների բերումով, որտեղ ստորագրությամբ Բելավեժկայա Պուշչայում 3 սլավոնական պետությունները փաստաթուղթ ստորագրեցին եւ լուծարեցին խորհրդային միությունը։ Դրանից հետո մնացածը բացի Մերձբալթյան 3 հանրապետություններն ու Վրաստանը հավաքվեցին Ալմատիում եւ փաստաթուղթ ստորագրեցին, ճանաչեցին, հետագայում այդ լուծարումը վավերացվեց։ Այսինքն խորհրդային միությունը փլուզման արդյունքում մենք ունեցել ենք անկախություն եւ ոչ թե մենք ստեղծել ենք մի հատ կառույց եւ մենք ուզեցել ենք կոնֆլիկտով առաջ գնալ, վերականգնել մեր պատմական Հայաստանը, արդյունքում ձևավորել ենք մի հատ կոնֆլիկտային երկիր, որը պետքա վերացնենք։ Այս աբսուրդն է, որ մարդը չի հասկանում, քանի անգամ բացատրենք, կամ դու կանգնել ես, ասել ես, ենթադրենք Արցախը Հայաստան է եւ վերջ, Շուշին էլ մերն է, պետք է գնանք Շուշիում միջոցառում անենք, հետո կանգնել ասել ես Արցախը Ադրբեջանը եւ վերջ, հիմա ինչ պետք է անել, պետք է երրորդը դառնար 4-րդ, 4-րդը 5-րդ, մի օրվա մեջ Նիկոլ Փաշինյանը իր մեջ կարա 3 միտք ասի, ուրեմն առավոտ ինքը պետք է գնա գործի որպես երրորդ հանրապետության վարչապետ, Իրիգոնը տուն գնա որպես 6-րդ հանրապետության վարչապետ, որտեղ ընթացքում այնքան տրամաբանական իրարից տարբեր բաներ ասել, որ ամեն մեկը կարելի է հայտարարել հանրապետություն, որտեղ փոխվել է։ Ինչն է փոխվել։ Ինստիտուցիոնալ առումով ինչն է փոխվել։ Ինստիտուցիոնալ կառույցները պետության չի աշխատում, մտել ենք սահմանադրական ճգնաժամի մեջ, որը ստիպել է, որ մենք վերանայենք, որ այլևս կենսունակ չէ երրորդ հանրապետությունը եւ հայտարարում ենք 4-րդ, երբ որ արդեն կգա ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնին հրաժեշտ կտա, նա այնքան պետական կառավարման հետ կապված այլանդակություններ արած կլինի, նույնիսկ ինքը նորմալ դիկտատուրա չի կարող ստեղծի, դա իր հակով չի։ Ինքը պետք է ստեղծի մի հատ զզվելի ամորֆ կառույց դիկտատորական, որը որ մի մասով դիկտատուրա, մի մասով չէ, մի մասով չգիտեցի, մի հատ խառնափնտոշ մի բան, որի դեպքում մարդիկ գալու են ասեն, այս սահմանադրությունն էլ փորձելու է փոխի, օրենքները փոխել է, սա հարմարացնել իր հակով, իր ուղեղի հակով սահմանադրություն օրենք փոխել, ուղեղն էլ գիտենք ինչքան է, մինչև այդքանը մենք նորից դնենք, վերանայենք, մինչև հանրակրվե անենք, ժամանակ կանցնի, մարդիկ ասեն, դե լավ, ավարտվել է, սպառվել է, ինքը գնացել է, գիծը քաշում ենք առաջ ենք անցնում, որպեսզի անընդհատ չդնենք, մտածենք, այս օրենքը փոխենք, սահմանադրությունը փոխենք, ժամանակը անցնել, չունենք այդքան ժամանակ։ Այսօր հայտարարում ենք 4-րդ հանրապետություն, ավարտված ենք համարում Նիկոլ Փաշինյանի ժամանակները, որտեղ այնքան այլանդակ է, դու չես կարա տրամաբանական շարունակես, եւ այդ ժամանակ կարելի է հայտարարել 4-րդ հանրապետություն։ Այն դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանին արդեն ճանապարհ ես դնում երրորդի հետ, ոչ թե Նիկոլ Փաշինյանը երրորդը 4-րդից է անցնում։ Այնպես որ ինձ թվում է կարողացա բացատրեմ, շատ չծանրանամ դրա վրա, որտեղ սա միակ ճաճանճափայլ միտքը չի, որ ինքը հնչեցրել է կամ նորություն չի, որ ասել է։ Կառավարության տրանսպորտի ոլորտի քաղաքականության հիմքում է լինելու խաղաղության խաչմերուկ նախաձեռնության մեջ ընդգրկված հիմնական ենթակառուցվածքների կառուցումը, վերականգնումն ու արդիականացումը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նպատակը Հայաստանը տարածաշրջանային եւ միջազգային լոգիստիկ կապուղիների ինտեգրվելն է։ Կառավարության հնգամյա ծրագրում ասված է. գործարկվելու է թրիփ ուղու երկաթուղային ենթակառուցվածք, այսինքն միայն ենթակառուցվածքը գործարկվելու է թրիփի կառավարության ծրագրում հնգամյա։ Ինիկատի ունենանք, որ թրիփի հետ կապված խնդիր ունենք Իրանի հետ կապված։ Այո, դու չես կարող քո ծրագիրը չգրես, սպասես տենաս հարևանի հետ ինչ է ալնում, բայց նաև պետք է հասկանաս, որ դա կարող է դու գրես, բայց դա իրականություն չդառնա, քանի դեռ մենք տեսնում ենք ինչա կատար, եթե ժամանակ մնա Իրանի հարցին կանադառնանք, եթե չէ մեկ ամեն օր այդ թեմայից խոսում ենք։ Այսինքն հասկանանք, թրիփը, որը ներկայացում է որպես գերնպատակ Ամերիկայի հետ հարաբերությունների, դա կախված է թե ինչ տեղի կունենա Ամերիկա-Իրան հարաբերությունների պարագայում։ Այո, դու քո ծրագիրը կարող ես գրես, բայց ի վիճակի չլես իրականացնես, որովհետև դա քեզանից չի կախված դրա արդյունքը։ Վերակառուցվելու է գործարկվելու է Գյումրի Ախուրիկ Թուրքիայի հետ Հայաստանի սահման եւ Երաստ Նախիջևանի հետ Հայաստանի սահման երկաթուղային հատվածները։ Ինիկատի ունեցեք, որ Արաբ-Կովկասյան երկաթուղու հետ կապված Ռուսաստանը կոնցեսիոն պայմանագրից չի հրաժարվում, Հայաստանը պետք է արբիտրաժով վերցնի Իրանից կամ Հայաստանը ուղղակի խլի Ռուսաստանը մտնի արբիտրաժ, այնտեղ գումարային խնդիրներ առաջանան եւ այլ, բայց Հայաստանն էլ հիմա ասում է, որ այս հատվածները, որը Ռուսաստանի իրավազորության ներքո է, իսկ Ռուսաստանը չի հրաժարվել, Հայաստանը պետք է բյուջեից ֆինանսավորի այս հարցերը։ Չհասկացանք։
Բայց հետո ֆինանսավորում ես, հետո չես կարողանում Ռուսաստանից վերցնես։ Իսկ եթե չես կարողանում վերցնես, դա շահագործմանը հանձնում, այդ հարցում խաղի մեջ է հայտնվում Ռուսաստան, այն դեպքում ասում է մեր թրիփի գործընկերները չեն ուզում Ռուսաստանի երեսը տենան այս կողմերը։ Ստացվում է ինչ, դու փողը դնում ես, բայց դա Ռուսաստանի ձեռքին է մնում։ Այսինքն սա հարց է, որի պատասխանը մենք դեռ չունենք։ Ինքը ունի, դե գիտի, որ դա պետք է ուղղակի անի, բայց հետո մեկը Ռուսաստանը պետք է ասի, չգիտեմ, փողը դրել ես, չես դրել, դա իմն է։ Երկաթուղու հավատարմագրված կառավարման համակարգը վերանայվելու է այնպես, որ չխոչընդոտի Հայաստանի Հանրապետության միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման այն պատմական հնարավորության իրականացմանը, որը ստեղծվել է։ Այս դրա մասին էր խոսքը։ Այսինքն այնպես պետք է անենք կոնցեսիոն պայմանագիրը չխոչընդոտի, բայց եթե արդեն դու ասում ես, որ մեր գործընկերները չեն ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերվել, նշանակում է այդ խնդիրը լուծված չի։ Իսկ լուծման հետ կապված իմպերատիվ չես ասում, որ մենք կմտնենք կամ մենք կդադարեցնենք, Ռուսաստանը խախտումներ արի, մենք այս կանենք, այն կանենք, այն կանենք, որի պատճառով կկասեցնենք, եթե հանկարծ Ռուսաստանը դեմ կլի, թող ինքը մտնի արբիտրաժ։ Վաղը մյուս օրը խնդիր կառաջանա, կմտածենք մեր գործընկերներին կասենք Ռուսաստանից պրտնելու գինն էլ պետք է վճարենք, սա է վիճակը։ Մենք ինչպես տեսնում եք, կառավարության հնգամյա ծրագրում ոչ մի որոշակիություն այդ ուղղությամբ չկա։ Կառավարությունը 5-ամյա ծրագրում նախատեսում է արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։ Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է եկեղեցին կանոնադրության դաշտ բերելուն եւ եկեղեցու քաղաքականացումը բացառելուն։ Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու Հայաստանյաց առաքելյան Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու եւ Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետեւյալ օրակարգի իրագործման համար։ Ապահովելու է Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը եւ սահմանված կարգով իրականացվել է կաթողիկոսական տեղապահի ընտրություն։ Ում կողմից սահմանված կարգով։ Ով է այդ կարգը սահմանել։ Կա այդ սահմանված, թե կառավարությունը սահմանելու է իրանց համար։ Երկրորդ, ապահովելու է Հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեվորականների բարեվարկության ապահովման կառուցակարգեր։ Սես կանոնադրությունը իրանք գրում են, ներկայացնում են, երկրի կանոնադրությունը հաստատում է, այնտեղ պետքա չլինի ահաբեկչության հետ կապված քարոզներ, ռասայական խտրականության եւ այլ, որոշակի բռնության եւ այլ, եթե դրանք չկա, իրանք ազատ են իրանց կանոնադրությունը գրելու։ Ով է այս կետերը ներառելու դրա մեջ։ Հայ առաքելական եկեղեցու փոխարեն կառավարությունն է ներառելու իր ծրագրի մեջ, հետո էլ այդ ծրագիրը իրականացնելու։ Ինչի համար եմ ես ասում, եթե գտնում ես, որ ամենայն հայոց կաթողիկոսը օրենք է խախտել, դա է, գոհա ձեռներդ բռնե, այդ լրիվ նյութերը ձեր մոտ չի, եթե ամեն ինչ, այն ինչ որ մենք հրապարակային տեսել ենք Ռուսաստանի հետ խաղեր, պարբերաբար ասել ենք, երբ որ դու հետևից չէիրել ենք էլ, եւ ասել ենք, որ նա ոնց է ընտրվել, ասել ենք, որ Քոչարյանի ժամանակ ոնց ընտրվեց, ասում ենք ոնց էին պատվիրակներին սպառնում եւ մի մասին կանչում հանձնարարություն տալի ոչ միայն աշխարհիկ պատվիրակներին, այլև հոգեվոր, ու դա ասվել է ավելի շուտ, քան անգամ Փաշինյանն եկել է իշխանության, որովհետեւ մենք գիտենք ինչ խայտարակ պայմաններում այդ ամեն ինչը տեղի ունեցավ, բայց դրա հետ կապված ոչինչ չի արվել, որը կառավարության իրավազորության ներքո էր։ Եթե ունես փաստեր, որ գործակալական ցանցագործ է, եթե ունես փաստեր, որ ինչ որ արել են, խախտել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, դիր դատի, ինչ ուզում ես արա, բայց մնացածը տեղապահ նշանակես, ընտրություն անցկացնես, չգիտես ինչ անես, դա քո ֆունկցիան չի, պետք չէ ասելա, եթե դուք չեք սիրում Գարեգին Բ-ին, ես նրան կհեռացնեմ ոնց որ հարմար եմ գտնում, դա այդպես չի, դու պետք է հեռացնես օրենքով, մենք շատ բաներ մեր դուրը չի գալիս, բայց եթե այդ մեր դուրը չեկածը դու հեռացնես կամայական ձևով, դու դարձնում ես երկիրը բռնապետական երկիր, ու այդ դեպքում կապ չունի դու նրա նկատմամբ հասարակությունը համակրանք ունի, թե հակակրանք, դա չի տալիս չի արդարացնում, որ դու ասես, թե ես անօրինական բան եմ անում, որտեվ իրանք էլ անօրեն են։ Իրանք անօրեն են, օրենքով պատժի, օրենքի լծակները բավարար չեն, ուրեմն դու այդ քայլը չպետք է անես, դե թողես իրանք իրանց ներսում ինքնակազմակերպվեն, որտեվ դա արդեն չի վերաբերվում Գարեգին Բ-ին, որի կերպարը մենք գիտենք, չի վերաբերվում նրա եղբորը Եզրասին Մոսկվայում, որ նրա կերպարը գիտենք։ Դա վերաբերում է, որ դու չարաշահում ես քո լիազորությունները։
որտեղ սահմանադրության հոդված 17 Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Այստեղ որտեղ տեսար, որ դու կարաս միջամտես նրանց գործին։ Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, բայց ինչ կանոնագրից քեզ գրում, ինչ բարեվարկություն ես սահմանում, ինչ ես անում, ով է քեզ այդ իրավունքը։ Իսկ սա սահմանադրական նորմա։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյա Առաքելական Սուրբ Եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում եւ նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Այսինքն կարեւորությունն ու բացառիկությունը, բայց հիմա նաեւ կետ կա Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյա Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Այո, դու կարող ես օրենքով կարգավորել, բայց օրենքով կարգավորելը նախ չես արել 8 տարի ունեիր, անեիր։ Հետո եթե դու ցանկանում ես օրենքով դա կարգավորել, օրենքով կարգավորելու ընթացքում դու չես կարող խստացումներ մտցնես, որը հակասում է 17-րդ հոդվածին, որտեղ ամրագրված է Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Այսինքն օրենքը չի կարող վեր լինել սահմանադրական նորմից։ 17 հոդվածով ասել է այն սահմանը, որի մեջ դու կարող ես գործողություն անես, եթե օրենք ես ընդունում, որը չպետք է հակասի սահմանադրությանը, այսինքն 18-րդ հոդվածի երկրորդ կետը չի կարող հակասել 17-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ կետերին։ Կրոնական կազմակերպությունը անջատ են պետությունից։ Այնպես որ ես համոզված եմ, որ այն ինչ էլ որ Նիկոլ Փաշինյանը անի ծափ կտան, ամեն ինչ կանի ծափ կտան, դե որևէ խոսք չկա։ Եվ կասեն, այո, եթե դուք գտնում եք, որ ինքը անօրեն է դարել, ուրեմն դուք պաշտպանում եք այդ հանցագործ կաթողիկոսին Ժորժյան մանկապարտեզի տարիքից դուրս եկեք։ Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր իմ ելույթը լսում են, մանկապարտեզի տարիքից հաստատ դուրս են եկել։ Եթե մենք ասում ենք Փաշինյանն էս բանը վատ արել, մի ասեք Քոչարյանին ես ուզում, Քոչարյանին ասել էի, հա, Քոչարյանն էլ է վատ արել, նա էլ է վատ արել։ Հերիքը ասեք, եթե գտնում ենք Ռուսաստանը վատ է, Թուրքիային ես ուզում, չէ, Թուրքերին չենք ուզում, Եվրոպային ենք ուզում, ու ոչ Քոչարյանն ենք ուզում, ոչ Նիկոլ Փաշինյանին։ Ճեպազորույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. Ես նիկոլական չեմ, ես Հայաստանի Հանրապետութենական եմ, որևէ քահանա չի կարող լինել նիկոլական, սամվելական, ռոբական, լևոնական կամ որ քահանաները պետք է լինեն հիսուսական եւ ուրիշ ոչ մի բան։ Իհարկե այն որ ինքը գտնում է որ ինքը նիկոլական չէ, այդ շատ հետաքրքիր կապ չունի թե ինքը գտնում է ինքը ինչ է, այդ արդեն իր կարծիքն է թե ինքը ինչ է, բայց ինքը այն մի բան որ հաստատ գիտի որ ինքը նիկոլական չի, շատ հետաքրքիր է։ Գիտեք ինչի համար, որովհետեւ նախ հարց է առաջանում, որ դու նիկոլական չես, չէ, դու ինքդ չես կիսում, հա, Նիկոլի արածները, հա, հարց այստեղ գիտեք ինչն է առաջանում, այս չգիտեմ ում է գժի տեղ դրել, բայց սա դարել է այն գժի անեկդոտը, որ բժիշկը հարցնում է հիվանդին, ասում է ինքդ քեզ հետ խոսում ես, ասում է չէ, կռված ենք, խռովել ենք, իրար հետ չենք խոսում։ Ընկեր, եթե Նիկոլը նիկոլական չի, ուրեմն պատկերացնում եք ինչա կատարում, դու այսինքն անձի երկվությունը, հա, մոտը դու նիկոլական ես։ Հարցը նա չի, որ մարդը ինքը իրականական լինի։ Հարցը նա է, որ դու ուզում ես բացատրես, որ արժեքների հետ կապված ոչ մեկը դրա հետ չի։ Բայց եւ միևնույն ժամանակ, այն ինչ որ դու հիմա առաջ ես քաշում, դա չի բացատրում այսպիսի խոճույթ ձևակերպումներով։ Դու արդյունքում քեզ ասում են, դու տեղ պետք է չխառնվես, դա քո դաշտը չի։ Թող իրան գնան ինքնակազմակերպեն, թող իրան գնան ինքնակառավարվեն, դա քո խառնվելու դաշտը չի։ Այո, քեզ կողջունեն, կծափահարեն, բայց դա չի նշանակում, որ դու ճիշտ ես։ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում առանձնացվում են։ Ուրեմն տեսեք, մի քանիսն եմ նայում։ Ադրբեջանի ուղղությամբ կառավարությունը նախատեսում է շարունակել խաղաղության համակարգի ստորագրման եւ վավերացման, ինչպես նաեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Նախատեսում է նաեւ ակտիվացնել Հայաստանի Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ու գործարար համայնքների շփումները եւ երկկողմ առևտ հստակ հարաբերություն է կարգավորել Ադրբեջանի հետ, խաղաղության գնալ, սահմանազատել եւ այլ եւ այլ։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում կառավարությունը նախատեսում է աշխատել դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանը բացելու եւ առնվազն երկու արդիական անցակետ գործարկելու ուղղությամբ։ Ծրագրում ներառված է նաեւ տրանսպորտային, էներգետիկ, թվային ենթակառուցվածքների վերագործարկումն ու օնլայնումը։ Իրանի հետ
Այստեղ հարցը ինչն է։ Իրանի հետ է դու քո հարևանն է, կարող ես նորմալ հարաբերությունն ծրագրում բան գրես, նաև Ամերիկայի հետ գրես, սա հետ էլ լավ լինենք նրա հետ, բայց հետո բախվելու ես մի հատ խնդրեմ, այդ ուղղակի նկատի ունենանք։ Իրանի հետ ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների խորացում, ընդլայնելով առևտրատնտեսական կապերը, խորացնելով էներգետիկ համագործակցությունը եւ զարգացնելով սահմանային ենթակառուցվածքները, առանձին շեշտադրվում է Իրանի միջոցով հաղորդակցային ուղղությունների ընդլայնումը, այդ թվում հյուսիս-հարավ եւ Պարսից ծով ուղղություններով։ Այսինքն սա մենք հասկանանք, որ ցանկությունն է Իրանի հետ լավ լինել, ցանկությունը Ամերիկայի հետ լավ լինել, բայց այդ երկուսը եթե չհամադրվեց, մենք այդ կշիռը չունենք, որ կոնֆլիկտի կողմ դառնանք մեկ կողմից կամ մյուսի կողմից։ Իսկ հիմա Եվրամիության հետ կապված է նայենք, Եվրամիության հետ նախատեսում է խորացնել ռազմավարական համագործակցություն ու ինտեգրումը ՍԵՊԱ-ի լիարժեք կիրարկման եւ եվրոպական չափանիշներին Հայաստանի համապատասխանեցման ուղղությամբ։ Այսինքն հասկանում ենք, որ Եվրամիության անդամակցության հետ կապված ոչ մի քայլ չի արվում, որովհետեւ հետո ԵԱՏՄ-ի հետ կապված խոսում է Նիկոլ Փաշինյանը կառավարության հանգամյա ծրագրում։ Եթե դու ԵԱՏՄ-ում շարունակել ես խորացնել հարաբերությունը, դու նույնիսկ չես կարող ՍԵՊԱ-ն կիրառել։ Ինչու համար, որովհետեւ մի պարզ բան ԵԱՏՄ անդամ ենք դառել 15 թվականի հունվարի 2-ին, ՍԵՊԱ-ն ընդունվել է 17 թվականին։ ՍԵՊԱ-ն համագործակցություն է, ԵԱՏՄ-ն տնտեսական տիրույթ է, մաքսային միություն։ Չի կարող այս քայլերը համագործակցության հակասել այս տիրույթին։ Այսինքն այն ինչ որ չի հակասել գրված է ՍԵՊԱ-ում։ Եթե գալիս ես դու 10 տարի, 11 տարի արդեն խորանում ես ԵԱՏՄ-ի մեջ, դու արդեն չես կարող իրականացնել նույնիսկ ՍԵՊԱ-ի այն գրածները, որը 17 թվականին ես գրել, որովհետև դու ավելի ես խորացել։ Սա անդադ բախվելու է այս խնդրին։ Այսինքն դու ամբողջական ՍԵՊԱ-ի ծավալը նույնիսկ եթե շատ էլ ուզենաս, չես կարող կյանքի կոչել, հակասության մեջ համտնելու 2026, հետո 2027-2028 ԵԱՏՄ-ի հետ։ Եթե դու արդեն չես խոսում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, իսկ դու չես խոսում դրա մասին։ Վերջ, Եվրամիության անդամակցության մասին խոսք անգամ չկա, ՍԵՊԱ-ի ծավալն էլ ամբողջական չես կարելու կիրառես։ Ամեն օր մենք Եվրոպայից ավելի հետ ենք ընկնելու։ Կառավարության ծրագրով նախատեսվում է նաև ավարտին հասցնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը Հայաստանի քաղաքացիների համար եւ ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման նպատակով։ Իհարկե սա շատ լավ է հնչում, էդ էլ է հարցում կխորանանք, եթե Ռուսաստանի հետ սահմանափակումներ չմտցնենք, Եվրոպան պետք է ասի հոп, դու դարել ես տրանզիտ, Ռուսաստանից գան Հայաստան, Հայաստանում էլ կամ քաղաքացիություն ստանան կամ կարգավիճակ, ստեղից մտնեն Եվրոպա։ Իսկ մենք փակել ենք Ռուսաստանի ճանապարհը։ Որոշի, եթե այնտեղ չսահմանափակեցի, ստեղ չի ազատականացվելու։ Այսինքն սա է լավ սիրուն հնչում է լոլոն, բայց հենց մի քիչ առաջ գնացիր բախվելու ես այդ խնդրի հետ։ Հիմա ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը եւս նախատեսում է խորացնել։ Կառավարությունը նախատեսում է զարգացնել երկկողմ եւ ոլորտային համագործակցությունը, ինչպես նաեւ իրականացնել TRIP նախագիծը, առնվազն էներգետիկ եւ երկաթուղային ենթակառուցվածքների շահագործմամբ եւ Հայաստանը տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքին ծրագրերում ինտեգրվելու միջոցով։ Հիմա սա էլ հասկացանք, հիմնական Ամերիկայի Միացյալ Նահանգների TRIP-ն է, որը եթե Իրանի հետ խնդիր առաջացավ, մենք խնդիր ենք ունենա, այդ ուղղակի իմանանք։ Ռուսաստանի հետ նախատեսում է փոխշահավետ բազմավոլորտ համագործակցությունն ուղղված երկխոսության շարունակությունն ու հարաբերությունները տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններին համապատասխան վերափոխելու, զարգացնելու եւ խորացնելու նպատակով։ Դուք Ռուսաստանից հեռանալու բան ստեղ լսեցիք։ Բանը լսեցիք։ Մնացածը, բայց թե ինչ լսեցիք, Եվրոպայի հետ լսեցիք, ինչ Ռուսաստանի հետ լսեցիք։ ԵԱՏՄ շրջանակում կառավարությունը նախատեսում է ապահովել աշխատուժի ծառայությունների, ապրանքների եւ ֆինանսների ազատ տեղաշարժի լիարժեք եւ անխափան իրականացումը, ինչպես նաեւ զարգացնել հարաբերությունները անդամ եւ դիտորդ երկրների հետ։ Ծրագրում նշվում է նաեւ, որ Հայաստանը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախատեսած խաղաղության խորհրդի անդամ եւ շարունակելու աշխատանքը այդ ձևաչափում։ Մի անկապ կառույց, որը ոչ մի բանով իրան չի արդարացնելու, ոչինչ էլ չի անելու, Դոնալդ Թրամփը փորձեց դա որպես այլընտրանք լինի ՄԱԿ-ի, խայտարակությունն է ինչ ՄԱԿ-ի այլընտրանք, այդ ամեն ինչի մասին շատ են խոսել ճանաչանք, բայց սա համարում է Նիկոլ Փաշինյանը մեր առաջիկա 5 տարիների ընթացքում շարունակական process, երբ որ մի քանի տարի հետո Դոնալդ Թրամփը գնալու է, այս գնալուց հետո հաստատ այդ կառույցը չի էլ գործելու։ Այսօր կառույցը չի գործում, դա մեռած ծնված կառույց է։
Բայց շարունակությունը կառավարությունը նախատեսում է նաև աշխատել Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցելու ուղղությամբ։ Եվրամիության անդամակցելու տառ անգամ լսեցիք, չէ, բայց Շանհայի համագործակցության կազմակերպությունն անդամակցության ուղղությամբ քայլեր անել։ Անդամակցության ինտեգրացիայի մասին չի, խորանալու մասին չի, չգիտես ինչի մասին չի։ Անդամակցության, որի լոկոմոտիվը այդ կառույցում, թեկուզ Շանհայում է գտնվում Չինաստան, բայց լոկոմոտիվը դա Ռուսաստանն է։ Եվ հակադրված է Եվրոպային, հակադրված է հավաքական արևմուտքին, այս կառույցը, այս ձևով է փորձում բան անել, Հայաստանը տանել դեպի Եվրոպա։ Պարզ է, այսինքն այդ թեման ուղղակի փակում է, վերջ։ Ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. Ալմաթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան եւ այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Այդ քարտեզների վրա Արցախաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն եւ Յուխարի ասկի պարան Հայաստանի տարածք չեն։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Հիմա ինչ է առաջանում։ Նիկոլ Փաշինյանը կանգնում է կառավարության ճեպազրույցի ժամանակ, ասում է, որ Տիգրանաշենը մերը չէ, այլ ասենք Արցախաշենը մերն է։ Բայց հարցածագում, հիմա ես որ թվարկեցի այս բնակավայրերը, մարդիկ ասում են, այս բնակավայրերը, որ փոխանակելու ենք Ադրբեջանի հետ, այդ ժամանակ, որ ինչ-որ բան տարածքի փոփոխություն է լինելու է հանրաքվե, ասում են այո։ Հիմա որպեսի լինի հանրաքվե, մենք եթե գնում ենք քվեարկենք, մենք պետք է իմանանք, որ դա մերն է, տալիս ենք, փոխում ենք։ Այդ դեպքում մենք պետք է իմանանք, ինչ քարտեզի հիման վրա է, դա տրվում, համարվում Ադրբեջանի, որ այն մյուսն էլ համարվում հայկական։ Բայց նույն Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասել է, հետո ինչ որ քարտեզ, շատ քարտեզներ կա, բայց եթե մի ժամանակ մի գյուղական բնակավայր, մի արոտավայր, չգիտես ինչ, մի անտառային ծածկույթ մեկից անցել է մյուսին, հազարատ քարտեզ կարած նկարես։ Մենք ո՞րն ենք հիմք ընդունում, 22 թվից մենք նույն կառույցի մեջ ենք, 22 թվին չենք, չէ՞ վերցնում։ Այլ վերցնում ենք, որ ինչ որ մի փաստաթուղթ խորհրդային միությունը վերցել է մի հատ որոշումով, մի հատ տարածք մեր հանրապետությունից տվել է մյուսին, այդ իր ներքին օրակարգով այդ խնդիրը լուծել է։ Եթե քարտեզա տպած, բայց դրա տակ չկա հիմք, որ երեք այս բնակավայրը Հայաստանինն էր, անկլավ չէր, էքսկլավ չէր, չգիտես ինչ չէր, այսօր Հայաստանինը չի, ուր է այդ փաստաթուղթը, որը դրված է տակը, որ մենք նյութենական կառույցը որոշում է կայացրել եւ այդ որոշումը կայացնելուց հետո դա ամրագրված է նաեւ մեր տարածքների հետ կապված վարչատարածքային բաժանման փաստաթղթերով։ Եթե դա չկա, եւ Նիկոլ Փաշինյանը կանգնում ասում է դա մերը չէ, ինչի հիման վրա ես ասում, ինչպես եմ ես քվեարկելու, եթե չգիտեմ մերն է թե մերը չի։ Բայց երբ որ հարցը առաջանում, դու արդեն կանգնում ասում ես դա մերը չի, կատեգորիկ, իմպերատիվ, առանց ցույց տալու իշխանության տերը ժողովրդին, որ դա մերը չի, այդ ժամանակ Ադրբեջանն ասում է դե դա որ քոնը չի, տուր ինձ։ Ասում ես բա ես էլ ասել եմ Տիգրանը Արցախաշենն էլ մերն է։ Ասում է բայց ով է ասել Արցախաշենը քոնն է։ Մի անգամ լսել եք որ ասել Արցախաշենը Հայաստան։ Ոչ, ասել ամբողջ Հայաստանը Ադրբեջանն է։ Եթե նա գտնում է որ ամբողջ Հայաստանը Ադրբեջանն է, նա ոնց պետք է ասի ամբողջ Հայաստանը Ադրբեջանն է, բայց Արցախաշենը Հայաստանն է։ Դա հեքիաթ է։ Պարզ է որ Ադրբեջանից մի անգամ դուք չեք լսել որ ինչ որ բնակավայրեր կա, որը իրենը չէ։ Նա անդադ ասում է, այս բնակավայրը իմն է, տվեք ինձ։ Այն գյուղերը, որը Նիկոլ Փաշինյանը հանձնեց եւ համաձայն չգիտես ինչի հանձնեց։ Համաձայն չգիտես ինչի չհանձնեց, ինքը հանձնեց, նոր կանոնակարգ հաստատեցին։ Դեռ չէին էլ հաստատել այն քարտեզը, որով որ նրանք դա պետք է հանձնեին։ Նա Ադրբեջանն ասել էր իմնա ու վերջ։ Փաշինյանն է գնաց գյուղերը մանդիպեց, ասեց Ժողովուրդ ջան, եթե չհանձնենք, կմտնեն ավելի շատ կվերցնեն։ Չգիտենք ոնց էս հանձնե։ Եվ հիմա արդեն դու հաստատեցիր, որ Տիգրանաշենը տալիս ենք, թե ինչ ռազմավարական դիրք ունի Տիգրանաշենը։ Հարցը չի հասնելու քարտեզով Տիգրանաշենը վերցնելու։ Նա ուղղակի ասելու է իմնա գալիս եմ վերցնում եմ։ Պետք է ասես սպասի մի հատ տենանք բան անենք, սահմանազատում անենք, տենանք քուննա թե չէ։ Ինչ սահմանազատում անես տենաս իմնա, երբ որ կանգնում ես կառավարության շենքից, ասում ես Ադրբեջանինն է։ Դու այսինքն տեղ չես թողում, որ դա պետք է որպես վիճելի հարց լուծվի սահմանազատումով։ Դու արդեն հիմա ասում ես, դա Իրանն է, պետք է տանք, հիմա պետք է տանք։ Վերջ, հիմա չգիտեք ինչ է կատարվում։ Այս սրա դիմաց ինչ են անելու, 4 գյուղ տալու համար 4 համերգ։
Ժողովուրդ ջան, ձեր հաշվին, հարկերի հաշվին 4 համեր կգտան, կգնաք տրճիկ կտակ ու կասեք հերի քայլի, այս ինչ դժգոհ եք, մենք երջանիկ ենք, մի հատ գյուղ ենք տվել ընդամենը, բայց տեսեք ինչ տրճիկ ենք տվել, տեսեք ոնց ենք օթերը թռել, ժողովուրդ ջան, հասկացեք քանի գյուղ ունենք էլի, այդքան անգամ դեռ մենք կարանք տրճիկ տանք, հա ժողովուրդ ջան, կերել են ձեր ուղեղը, ինչ որ մի հատ մարդ, որը եկել է մեր տարածքները տալիս է, ձեզ էլ մի հատ համերգ է տալի, ասում գնացեք թրջկոտեք, ձեր փողերի հաշվին, դուք ձեր փողով չեք կարող երկեք բարեք։ Այդ փողը պետք է տաք բյուջեին, որ ձեզ կանչի ասեք եկեք թրջկոտեք։ Այս է վիճակը, ժողովուրդ ջան։ Այնպես որ հասկանաք հանկարծ չասեք, տենց բան չկա, ես ինչ կառավարության շենքից մարդը ասել է, վերջ, վաղ է այդ գյուղը ինքը տալու է առանց սահմանազատման, առանց սահմանագծման։ Որտեղ արդեն հիմքը տվեց։ Դա իրանցն է։ Հիմա նայենք ինչա կատարում Ռուսաստանում, այս Ռուսաստանը, որի հետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հնգամյա ծրագրով հարաբերությունները լավացնում, ԵԱՏՄ-ի լոկոմոտիվը Ռուսաստանը, Ռուսաստանի հետ լավացնում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին, չնայած վերջին ահաբեկչական հարձակումներին մեր առևտրային ենթակառուցվածքը գործում է արդյունավետ եւ կայուն։ Հասկանում եք, չէ՞, այս մարդը որտեղ է ապրում։ Ինչ ինֆորմացիայից է օգտվում։ Իրա ինչ էր արդյունավետ եւ այնգեր միջև պատերազմը քու տնտեսությունը արդյունավետ ու կայուն չէր։ Հիմա արդյունավետ ու կայուն։ Լարված ռեժիմով աշխատանք անշուշտ տարվում է, բայց այս ոլորտում աշխատող բոլոր անձինք հաջողությամբ գլուխ են հանում այն խնդիրներից, որոնք մեր առջև դնում է ժամանակը։ Տնտեսական տեմպերի վրա ազդում են մի շարք գործոններ, այդ թվում արտաքին ճնշումը եւ արդյունաբերության ու ենթակառուցվածքների օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումները։ Իհարկե նման հարձակումներից կրիտիկական հետևանքներ չկան, չեն էլ եղել եւ չեն էլ կարող լինել։ Այսինքն ոչ մի կրիտիկական բան չկա, ժողովուրդ ջան, ամեն ինչ գնում է ըստ պլանի։ Բայց դրանք անշուշտ վնաս են հասցնում մեզ, դա ակնհայտ է։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ինչա ասում։ Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն երկրների ջանքերը, որոնք անկեղծ ցանկություն են հայտնում նպաստելու ուկրաինական կարգավորման գործընթացին։ Այսպիսի երկրներ քիչ կան, բայց որքան թանկ երևի է որքան արժեքավոր են դրանց ջանքերը։ Այսինքն իրանք ընդունում են, որ շատ քիչ երկրներ կան, որոնք կիսում են Ռուսաստանի օրակարգը, բան չի, այտենց որ այտենց քիչ կան։ Բայց եթե դուք պայքարը արդար էր, ինչի գործընկերներ չունես աշխարհում, որոնք քեզ պաշտպանեն, որտեղ գիտես, որ դու մտել ես օկուպանտ ես, մտել ես ուրիշի տարածք, ով պետք է դա արդարացնի։ Բայց ինքդ ես ընդունում, որ քո գործընկերները քիչ են, որովհետև ցանկանում ես քո սկզբնական նպատակներն իրականացնես, որը անիրագործելի է, որովհետև արդեն 5-րդ տարին ես կռվում։ Ներկայումս Կիևի վարչակարգի դիրքորոշման պատճառով խաղաղ կարգավորման առումով լավատեսություն որևէ նախադրյալ չկա։ Այս էլ պաստորեն։ Ճակատներում տիրող դինամիկան լավ հայտնի է, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, այսինքն լավատեսական հիմք չկա, պատերազմը շարունակում ենք, մեզ աջակցողները, մեզ հասկացողները շատ քիչ են, բայց եւ արդյունքում շարունակում ենք, որովհետեւ պատերազմը դադարեցնելու օրակարգ էլ չունեն, տակից ոնց են դուրս գալու։ Դմիտրի Պեսկով, արևմուտքում իսկապես նկատվում է Ուկրաինային աջակցելուց հոգնածության միտում։ Նման միտում անշուշտ կա, պետք չէ այն չափազանցնել։ Այսինքն հույսները դրել են նրա վրա, որ արևմուտքը կհոգնի, պատերազմը կավարտել։ Ասած ուղղի ծավալը նայ ժողովուրդ ջան, այս խելքով Հայաստան են ուզում կառավարեն։ Ասում է դե կհոգնեն, էլի ինչքան պետք է հոգնեն։ 5-րդ տարին կռվում են, պետք է հոգնեն, բայց դու չես հոգնում, տանես ձերոնց կոտորես, չէ՞ այնտեղ։ Այս ամեն ինչը պատկերացեք, ինչ ա մեզ սպասվում, ինչ խորհրդարան ունենք, այդ խորհրդարանն ինչով է զբաղված, մեկը այդտեն մեզ ասում է դահլիճից դուրս եկան, մեկը մեկի հետ կոնֆլիկտի մեջ է, մեկը էս արա, մեկը այնա հարցածակը մտան, որ դուրս չգայիք ինչ էիք անելու, կամ որ դուրս գաք ինչ եք անելու։ Ընդհանրապես այդտեղ ինչ եք անում, ինչ օրակարգ եք սպասարկում, այս ամբողջ խնդիրները մեզ ա վերաբերվում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, մենք չենք հանդուրժի թուրքական զինված ուժերի տեղակայումը Սիրիայի հարավում, մենք սա ընդհանուր առմամբ հստակեցրել ենք։ Մենք տեսանք, որ Թուրքիան մտադիր էր հաստատվել Հալեպի մոտ գտնվող օդանավակայանում, եւ մենք ուղեր ցղեցինք։ Ուղեր սնչեց, բայց ըստ երևույթին նրանք լավ չլսեցին։ Սա նաև խոսում է այն մասին, որ Սիրիան չնայած Դոնալդ Տրամփը գլուխը գովում էր բանի Էրդողանի թե տեսակ ոնց գրավեց 2000 տարի չէին կարող գրավեին տեսակ ինչ արած այսինքն ընդունեց որ դա Թուրքիան է օկուպացրել մի մասն էլ առաջ եկավ
Իսրայելը նույնիսկ այն դիրքերից, որ ժամանակին կանգնած էին, ասեց անվտանգության գոտի եմ ստեղծում, հիմա նույնիսկ կոնֆլիկտը շարունակվելու է։ Եվ Լիբանանում խնդիր ունի Իսրայելը, եւ խնդիր ունի Սիրիայում, եւ խնդիր ունի Իրանի հետ կապված։ Իսկ Թուրքիան էլ ներգրավում է նոր անվտանգության խնդրում։ Մենք հիմա պետք է հասկանանք, թե դրա հետ կապված, մեր հետ կապված ինչ խնդիր կարող է առաջանալ, որը նաեւ մեզ համար վտանգ ներկայացնի։ Տեսնում եք այս ամեն ինչը ինչ է կատարում, տեսնում եք մեր այդ ուղղությամբ կատարվող քայլերը։ Մեր խորհրդարանում, որը մենք խորհրդարանական կառավարման համակարգ ունենք եւ կառավարության ծրագրի են հատվածները, որը ես ձեզ ներկայացի, թե իրանք ինչով են զբաղված։ Դոնալդ Տրամփ, ես լավ հարաբերություններ ունեմ Կիմ Չեն Ընի հետ, դա լավ է, նա ունի 57 շատ հզոր միջուկային մարտագլխիկ, սա երբեք չպետք է տեղի ունենար, բայց տեղի ունենում։ Ես շատ լավ եմ շփվում նրա հետ, ես շատ լավ եմ ճանաչում Կիմ Չեն Ընին։ Քանի դեռ մենք ունենք խելացի նախագահ, նա լավը կլինի։ Եթե մենք ունենանք հիմար նախագահ, ամենայն հավանականությամբ ամեն ինչ այդքան էլ լավ չի լինի։ Ես ակնկալում եմ հանդիպել Կիմ Չեն Ընի հետ այս տարվա վերջում։ Հիմա տեսեք, նա ունի 57 մարտագլխիկ, Դոնալդ Տրամփը արդեն հասկանալի է, ինքը ոնց էր բացատրում, այ դեռ Ռուսաստանը միջուկային զենք ունի, պետք է հետը լավ լնենք։ Հիմա էլ Կիմ Չեն Ընի հետ պետք է լավ լինի, որովհետև Կիմ Չեն Ընը մարտագլխիկ ունի ու չես իմանա, կարող է նաև օգտագործի։ Բայց երբ որ Դոնալդ Տրամփը մտածում է, որ պետք է նրա հետ լավ հարաբերությունն է, որ վտանգ չներկայացնի, մեկ էլ ասում է, եթե մենք ունենանք հիմար նախագահ, ինչ կարա տեղի ունենա։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ այնքան չի հարգում իր ժողովրդին, որ մտածում է, որ Ամերիկայի ժողովուրդը կարող է ընտրել հիմար նախագահ, ուրեմն ինքը համոզված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդը արդեն ընտրել է հիմար նախագահ, չասենք թե դա ումի նկատի ունի։ Ես ուղղակի ասում, նման բան ասող մարդը առնվազն չի հարգում այդ ընտրողին, որը կարող է ընտրել հիմար նախագահ։ Ինքը եթե ցանկանում է իր գլուխը գովա, ավելի վատ վիճակում է հենց իրան գցում։ Ուրեմն նշանակում է ինքը համարում է, որ Ամերիկայի ընտրողը կարող է նման ընտրություն կատարել։ Իսկ հիմա նայենք Իրանի հետ կապված խառը վիճակը, որը մեզ շատ կարևոր է, որ նաև ասում ենք տենց ոգևորված, ասում ենք թրիպ, ասում ենք էս, բա հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի ավագ խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդի ԱՄՆ-ն Իրանում երկու նպատակ ուներ՝ տապալել Իրանի կառավարությունը եւ մասնատել երկիրը։ Երկուսն էլ ձախողվեցին։ Ամբողջ աշխարհը տեսավ, որ այն նպատակը, որի համար ԱՄՆ-ն եւ սիոնիստական ռեժիմը հարձակվեցին Իրանի վրա, ընդհանրապես չի իրականացավ։ Նրանք ոչ միայն ձախողվեցին, այլև այս երկու նպատակներին չհասնելուց հետո նրանց պատերազմը վերածվեց ռազմավարության բացակայություն ունեցող պատերազմի։ Ամերիկան ընդհանրապես չի կարող խոսել որևէ հաջողության մասին։ Նրանք հայտարարել են առնվազն 12 տարբեր նպատակների մասին։ Օրինակ նրանք ասացին, մենք կգրավենք Խարտ կղզին։ Նրանք սկսեցին չափազանց հզոր ռմբակոծության արշավ, հարյուրավոր հարվածներ, բայց չկարողացան այնտեղ նույնիսկ մեկ մարդ սպանել։ Այնուհետև նրանք հայտարարեցին, մենք առաջ կգնանք Իրանի տարածքում։ Նրանք ձախողվեցին։ Այնուհետև նրանք հայտարարեցին, մենք կբացենք Հորմուզի նեղուցը, մենք կսկսենք ազատություն գործողությունը։ Յուրաքանչյուր 5 կամ 6 օրը մեկ նրանք հայտարարում են ինչ-որ նոր բանի մասին եւ ամեն անգամ նրանք ձախողվում էին։ Նրանք կարծում էին, որ կարող են տապալել իրանական համակարգը 3-4 օրում, ապա բաժանել երկիրը։ Մենք պետք է վերականգնենք զսպման ուժը։ Մեզ համար անընդունելի է, որ ինչ-որ մեկը որոշի հարձակվել Իրանի վրա, ապա ձախողվելուց հետո նահանջել, վերախմբավորվել եւ 6 ամիս անց կրկին վերադառնալ։ Ինչու եմ սա հանգամանորեն ասում, որովհետեւ սա քայլ առ քայլ ներկայացնում է իրանց պատասխանները Դոնալդ Տրամփի վարած քաղաքականությանը։ Մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը, անկախ նրանից, թե այս անվտանգությունը ձեռք է բերվում դիվանագիտության, թե պատերազմի միջոցով։ Մենք պետք է ապահովենք այն։ Սա հիմնարար սկզբունք է։ Ինչպես կարող ենք վերականգնել մեր զսպման ուժը։ Մենք պետք է հստակ ցույց տանք, որ Իրանի դեմ ագրեսիան գին ունի։ Ամերիկան պատրաստ է այդ գինը վճարի, թե չէ, Ամերիկայի ընտրողը, Ամերիկայի հասարակությունը։ Հիմա նայենք Դոնալդ Տրամփը ինչ ասում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ ԱՄՆ չի ձգտում երկարաձգել Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը։ Իրանը մեծ դժվարությունների մեջ է, նրանց բանակը լիովին պարտված է։ Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց չի պատրաստվում կնքել այնպիսի գործարք, որը ես անհրաժեշտ եմ համարում։ Հնարավոր է ինչ-որ պահի վերսկսենք բանակցությունները Իրանի հետ, բայց այս պահին իրավիճակը շատ լավ է։ Ինձ դուր է գալիս Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հայտարարելու գաղափարը։ Մենք լիակատար վերահսկողություն ունենք նեղուցի նկատմամբ։ Նեղուցը բաց է եւ նավթի գները իջնում են եւ դրանք կշարունակեն իջնել, եթե մենք չորոշենք անել ավելի կտրուկ բան, քան հիմա անում ենք։ Այս էլ հիմա տեսնում եք Դոնալդ Տրամփի վերաբերմունքը եւ մեկ էլ մեր արտաքին քաղաքականությունը, որ բոլորին հայ ենք ասում, էլի։ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթի
Այսօր ամերիկացիները վճարում են իրենց առաջնորդների խաղադրույքների գինը։ Վելայաթին մեկնաբանելով ԱՄՆ պատժամիջոցների եւ Իրանի դեմ շրջափակման ԱՄՆ բնակչության վրա գնաճային ազդեցությունը գրել է. Սկոտ Բեսենտը խոսում է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների մասին, նկատի ունի ֆինանսների նախարարին։ Թրամփը պարծենում է ռազմածովային շրջափակմամբ, իսկ սենատոր Քորնինը խոսում է գների աճի եւ ամերիկյան ժողովրդի կյանքի արժեքի մասին։ Մեկ իրականություն պարզ է դարձել, տարածաշրջանային հավասարակշռությունը փոխվել է եւ այսօր ամերիկյան ընտանիքներն անմիջապես վճարում են իրենց առաջնորդների խաղադրույքների համար։ Սա էլ Իրանից պատասխան է։ Հիմա տեսնենք, Ամերիկան բավական ագրեսիվ ձևով հիմա էլ Թրամփն է ասում Իրանի հետ կապված։ Իսկ եթե խաղաղություն այս երկուսի մեջ չեղավ, ինչ խաղաղության խաչմերուկի մասին է խոսքը, քարտեզի վրա մի սլակը չեք տեսել, որ գնում է դեպի հարավ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ ոչ ոք Իրանի Իսլամական Հանրապետությանը գործարք կնքել ավելի մեծ հնարավորություն չի տվել, քան ես։ Ցավոք նրանք դրանից չօգտվեցին։ Ուստի այսօր ես հայտարարում եմ ամենակործանարար տնտեսական գործողության մասին, երբևէ իրականացված որևէ երկրի դեմ։ Սա կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ եւ մեկուսացում։ Նրանց նավատորմը ոչնչացված է, նրանց ռազմաօդային ուժերը կործանված են, նրանց ռազմական գործողությունները վերածվել են ավերակների գործարանները։ Նրանց արժույթը արժեզրկվել է եւ նրանց երկիրը կախված է մազից։ Այսօր ես նաև հայտարարում եմ, որ ցանկացած երկիր, որը թույլ կտա իր ֆինանսական հաստատություններին, ձեռնարկություններին, օդանավակայաններին կամ պետական կառույցներին որևէ աջակցություն ցուցաբերել Իրանին, ինքն էլ կբախվի հսկայական տնտեսական հետևանքների։ Այս է այսօր շատ զգուշ պետք է լինել։ Իրանական կապիտալ կա Հայաստանում, իրանական ֆինանսական հոսքեր կան Հայաստանում, շատ զգուշ պետք է լինել, հանկարծ որևէ բան անզգուշ ձևով չընկնի Ամերիկայի ականջը, շատ զգուշ պետք է լինել։ Նավթի մաքսանենգությունը, սվոփ գծերը, դրամական փոխանցումները, փոխանակման կետերը, նավերի ռեգիստրները, կեղծ ընկերությունները, այս ամենին պետք է վերջ տալ անմիջապես։ Այս կարգի հարցերում կարող է անզգուշորեն անգամ կամ գայթակղվածությամբ Հայաստանը նույնպես ներգրավված լինի, պետք է շատ զգուշ լինել։ Դուք գիտեք, թե ովքեր եք, մեզ անհրաժեշտ է մեր բոլոր դաշնակիցների աջակցությունը մեկուսացնելու եւ հաղթահարելու իրանական սպառնալիքները։ Այնպես տեսնում եք, դիմեց նորից դաշնակիցներին, չնայած ասում է Իրանը վերացված է, իսկ դաշնակիցները այս անգամ կարող է Իրան օգնեն, եթե ինքը պատշաճ կերպով նրանց դիմի, որովհետև նրանք էլ չեն ցանկանում շատ երկար ձգվի Իրանի հետ կոնֆլիկտը, որի արդյունքում Ամերիկա եւ Եվրոպա հարաբերությունները թուլանան, արդյունքում դիրքերը լավացնի Ռուսաստանը, Իրանը եւ ակնհայտորեն Չինաստանը։ Չինաստանի դիրքերը տեղից էլ որ լավ է։ Եթե այս հարցը Ռուսաստանի հետ կապված չլուծվեց, լավ եք հասկանում, որ Չինաստանի լիազորությունները հնարավորությունը շատ է մեծանալու։ Ինչպես տեսնում եք, Չինաստանը անթակույց մի օր Ռուսաստանին է աջակցում, մի օր Իրանին։ Եւ այն դեպքում, երբ որ չի բացառում եւ նորմալ գիտի, որ Ամերիկայի հետ հարաբերությունը ինքը շատ կարեւորում է։ Այո, շատ կարեւորում է, բայց ավելի մեծ գին է ուզում Ամերիկայի հետ գործընկերության համար, որովհետեւ Ամերիկան չի կարողանում Ռուսաստանի հարցը լուծել, շուրգա Իրանի հարցը մեխանիկորեն լուծվի եւ Չինաստանը լասի ընկեր չես տենում, որ մենակ ես մնացել։ Եթե չափը շատ անցնես, մենք ուրիշ մեթոդներ կմտածենք, իմանանք քեզ ոնց մեկուսացնենք։ Այսօր դա իրատեսական չի մի պարզ պատճառով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ կանգնած չեն վճռական գծի վրա, որ Ռուսաստանին ուղարկի ռազմավարական պարտության մատնել տա, որի պարագայում Իրանի հարցը ակնհայտորեն կլուծի, որովհետև Իրանը հիմա նաև շատ համարձակ է իրան զգում մի պարզ պատճառով, որովհետև գիտի, որ առայժմ Ամերիկան դեռ այդ վճռականությանը չի նախապատրաստվել։ Այս է հարցը եւ դրա համար մենք շատ հանգամանորեն այս ամեն ինչը կուսումնասիրենք, ձեզ անպայման այդ ամեն ինչին կանրադառնանք, մատներս կպահենք աշխարհաքաղաքական զարգացումների զարկերակին, առավել եւս իշխանություններից էլ ընդդիմություններից էլ խորհրդարանական եւ կառավարությունից որևէ հույս չունենք, դրա համար հասարակությունը պետք է զգոն լինի, մարտունակ լինի, վճռական լինի, որ հանկարծ մեր ձեռքից մեր տարածքները չվերցնեն, ասեն դուք քվեարկեցիք, դուք մեզ տվեցիք այդ մանդատը, ընտրության արդյունքում դրա համար մենք հանձնում ենք, ումից եք բողոքում։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտենյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։